Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 րոպե հանրային ռադիոյի ուղիղ եթերի ժամը եւ սիրով ենք ասում բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, սրտանց ողջունում ենք բոլորիդ եւ մաղթում հրաշալի առավոտ։ Մաղթում ենք լավ տրամադրություն վաղ առավոտից, լավատեսություն, սա եւս շատ կարեւոր է եւ դուք պիտի տրամադրվեք դրան եւ նաեւ ինչու ոչ շրջապատող հանգամանքները որոշակի, որ ձեզ առավոտ վաղ չնյարդայնացնեն։ Իսկ ես այդ լիովին համամիտ եմ, որ պետք է տրամադրվել։ Անպայման։ Ինչպես տրամադրվես, այնպես էլ օրը կընթանա։ Ինչպես ենք օրինակ մենք արթնանում վաղ առավոտյան։ Գիտեք մեզ հեշտ է։ Չէ, իրականում մեկս մյուսին ենք այսպես տրամադրում։ Հումորներ ենք անում եւ երբ գալիս ենք արդեն հասնում ենք ռադիո, այդ ժամանակ մեզ սկսում են ավելի հաճելի տրամադրություն փոխանցել իհարկե մեր շատ սիրելի ուղիղ եթերի գործընկերները, հարգելի Գոհարը, Նորայրը այսօր իրենք են հերթափոխին, այո, իհարկե մեզ չեն լսում նրանք, որ մենք իրենց ջերմություններ ենք ուղարկում։ Այո, ինչևէ, շատ կարևոր է միջավայրը։ Միջավայրը իրականում ամենակարևորն է երևի, թե գուցե ունենաք լավ Եվ իհարկե սուրճը։ Սուրճը սերով։ Ինչպես էինք մենք տենչում հասնենք ռադիոտուն եւ պատրաստենք այս 1 գավաթ սուրճը եւ վայելենք համը սուրճի։ Այո, եւ վայելում ենք տալիս ձեզ։ Այո, սուրճը խմում ենք։ Ոչ պակաս նաեւ լավ տրամադրություն մեզ փոխանցեց արևը այսօրվա։ Թեև խոստանում են, հա, այսպես անձրևոտ օր, կարճատև անձրև կլինի օրվա ընթացքում, բայց օրը սկսել են կարևային տրամադրությամբ Երևանում այս պահին 14 աստիճան տաքություն է, մինչև 18 աստիճան կբարձրանա ցանցակը, բայց կարճատև անձրև են խոստանում ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ մայրաքաղաքում եւս։ Այդ կարճատև անձրևը կարող էր չլինել։ Չէ, թող լինի, թող մի տա է։ Իմիջայլոց մենք այսպես կարող ենք ասել ինչ որ առումով կամակոր ենք, վայ ինչու այսօր արև չկա, չհասկացա, ուր է արևը, ետ բերեք մեր արևի։ Այս վերջերս աչքովս ընկնում էին տարբեր երկրների մարդկանց այսպես ասած մեկնաբանություններ Հայաստանի մասին եւ բոլորը մեծամասնությունը 98% ովքեր թվարկում էին թե ինչն է կապում Երևանի Հայաստանի հետ նրանց եւ ինչու են շատ սիրում այդքան Հայաստանը բոլորի մոտ եթե ինչ որ կետեր փոխվում էին ապա առաջնային կետում էր եղանակը, արևային եղանակը, որ հաճախ մենք, այսպես կարող ենք ասել, գրեթե միշտ ունենք արև։ Իսկ իրենք ասում են, որ այլևս իրենք էլ են արդեն սովորել արևին ու հիմա մտածում են, թե ինչպես էին իրենց երկրներում ապրում, որտեղ արևը, այսպես ասենք, տոմսով էր հատուկ, միշտ չէր որ կար։ Տոմսով, հա, շատ ճիշտ ասացիր։ Ահա, 6 բալանի խցանում ունենք այս պահին մայրաքաղաք Երևանում։ Այսօր հեշտ ենք եկել, չէ՞։ Հեշտ եկանք, հա, բացառությամբ այ մեկ կին վարորդի, ով նյարդայնացրեց Տիգրանին։ Ճանապարհ չտվեց ու այդպես գլուխը տնկած, ինչպես ասում են, քշեց ու անցավ։ Այո, եւ եւս մեկ հետաքրքիր բան ասեմ, այ անձրև էր մի քանի օր առաջ արագ տաքսի կանչեցի, նստեցի մեքենա, սկսեց վարել մեքենան ու ասաց դեմ չեք լինի, եթե ռադիո միացնեմ։ Եվ ասացի, եթե որակյալ երաժշտություն եք միացնելու, միայն կողմ կլինեմ, եթե անորակ է ոչ։ Ասաց, չէ, որակյալ եմ ռադիո եմ միացնելու, անտեղ անորակ չկա։ Ինչ ես կարծում, ինչ ռադիո միացրեց։ Դե։ Այո, ես լսում։ Ահա ասում եմ դուք հանրային եք լսում, ասում եմ, այո, առավոտից երեկո, այնպես որ ողջունում եմ, ջերմ ողջույններ հատկապես մարդկանց, որոնք աշխատանքի բերումով միշտ ընթացքի մեջ են եւ այսպես ասած նաեւ լսում են մեզ, ասած որ իր համար շատ կարեւոր է հանրային ռադիո լսել։ Մեկ կարեւոր պատճառ այսպես առաջնային բերեց, որովհետև ինֆորմացվում ես, բազմակողմանի տեղեկություն է տալիս հանրային ռադիոն եւ տեղյակ ես շատ կարևոր թեմաներից, առանձնացրեց իր սիրելի հաղորդումները, որոնց միջոցով նաեւ կրթվում է, հայերեն է սովորում ավելի բարելով։ Այսինքն հանրային ռադիո լսելը օգտակար է։ Հա, ոչ միայն հաճելի, այլև օգտակար։ Այս ամբողջ պատմածս դրա համար է։ Դու չես ասում, ինչու եմ ես կգուվել հեռախոսի մեջ, մենք վթար ունենք այս պահին ներքին գործերի նախարարության հարող տարածքում, հա, Հերացի եւ Չարենց փողոցների հատման հատվածում է վթար կա այստեղ, այնպես որ սիրելի վարորդներ, եթե այդ ուղղությամբ եք գնում, փոխեք ճանապարհը, փորձեք շրջանցել։ Խցանումների մասով ես ասում, իսկ ընդհանուր ծանրաբեռնված չի, չէ՞ կարծես, ասացի 6 բալ է այս պահին։ Դա լավ է, տանելի է 6 բալը։ Մենք այսքան խոսեցինք, բայց չասացինք, որ այսօր ապրիլի 10-ն է, օրը 5-շաբթի եւ տարվա 100-րդ օրն է։ Գոլդ է, ինչպես Տիրանն ասաց, եթերից առաջ։ Ահա, այո, ստացվում է, որ 100-րդ օրն է այսօր։ Եվ մենք հիմա ջերմ ողջուն ենք նաև մեր մյուս գործընկերոջը, որը եկավ աշխատանքի Իննա Սարգիսովա։ Ջերմ ողջույններ։ Բարի լույս բոլորին, օրը սկսեք մեզ հետ։
come from the city of sun. My ancestors Moshovan, the holy land of the Ark of Hayastan. For centuries we have tried to keep our peace and our pride. Our faith has kept us so on through the hardest times. Ով քնացել ելեք, ով արթունեցիք համբեք, թող իմանան եկել ենք մենք. Եղել ենք կանք ու կլինենք, ու թե դժվար պահել լինենք, երկով ու նվագով պիտի հաղթահարենք. I bring the beat and the fun. The story has just begun. Come to my reality. Love and unity. I hear the strings of Hanon, the sound that's calling me home. The pages of history are my destiny. Ով քնացել ելեք, ով արթունեցիք համբեք, թող իմանան եկել ենք մենք. Եղել ենք կանք ու կլինենք, ու թե դժվար պահել լինենք, երկով ու նվագով պիտի հաղթահարենք. Սուրճ ու սեր առավոտից։ 9:38 րոպե, ապրիլի 10-ը, օրը 5 շաբթի, դուք լսում եք հանրայինի առաջին ալիքը։ Ասա խնդրեմ, ել ինչով է նշանավորում կներես ապրիլի 10-ը։ Որ այսօր Տիգրան Հարությունյանն է եթերում Եվ Լուսինե Մուրադյան դա գիտեն բոլորը, իմացան արդեն։ Ել ինչով է նշանավորվում ապրիլի 10-ը։ ինչ որ բան կա, որ պետք է ասեմ։ Գիտես։ Պիտի իմանայի։ Կոմունալներն են եկել։ Ես լրիվ ուրիշ տեղ էի գնում։ Ես այդպես էլ հասկացա։ Քանի որ ես չեմ հետևում կոմունալների գալուն, գնալուն, Յուրաքանչյուր ամսվա 10-ը դա Սուրբ օր է։ Հա, ես չգիտեմ, ուսումները ես չեմ անում, ես բախտավորքին եմ հասկանում։ Կոմունալների օրն է։ Հա։ Բայց միանգամից մի գրոյք, թե չէ այդ կայքերը միանգամից հոգեվարքի մեջ են հայտնվում, մի քիչ ուշ։ Դանդաղ։ Ջեր ողջույններ բոլորիդ հարգելի ռադիո լսողներ, 553702 եթերի մեր հեռախոսահամարն է եւ կարող ես սեղմել այդ կոճակը եւ մենք ասենք բարի լույս մեր ռադիո լսողին, բարի լույս միացել։ Բարի լույս ուղղակի բարի լույս բոլորին, դուք օրվա համար եմ ասում Տիգրան Հարությունյանն է ստուդիայում։ Բարի լույս։ Ու ինչ չէ Տիգրանն է զանգ տալիս է։ Տիգրանն է զանգ արել։ Շատ հաճելի է։ Տիգրան ջան, մեքենա եք վարում այս պայն թե արդեն աշխատավայրում եք։ Այո, հիմա աշխատանքի եմ գնում, Դավիթ Հաշենի կամրջի վրա եմ գնում եմ դեպի Կոմիտաս։ Ու սիրուն խցանում է, չէ, կամրջի վրա։ Չէ, նորմալ է։ Վայ, ինչ լավ բան ասացիք։ Ամելի։ Ականջակալով եք կամ բարձրախոսով հուսանք, որովհետև երթևեկության ժամանակ կանոններ պիտի պահենք։ Լավ, ես հիմա ռադիոն կանջատեմ, բայց ռադիոն մի անջատեք։ Ուր եք անջատում ես, լսեք, ասում եմ երթևեկության ժամանակ ուղակի կարծում եմ ականջակալներով եք։ Որ լավ, լսում ենք ձեզ։ Ահա, մի անջատեք ռադիոն, լսում ենք ձեզ, Լսում ենք ձեզ։
բարձր կարող եք գնալ։ Բարձր Տիգրան ջան, մենք լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ահա։ Հիմա ասեք, խնդրում ենք, ինչ կարևոր օր է ձեզ համար ապրիլի 10-ը։ Չգիտեմ, ոչ մի ասենք ասած մոտիկների ոչ մեկի ծննդյան օրը չի, կարևոր է։ Տիգրան ջան, քույր կամ եղբայր ունեք։ Հա, ունեմ, եղբայր ունեմ։ Ուրեմն շնորհավորում ենք ձեզ, այսօր քույր եղբայրների օրն է։ Այս շատ ապրեք։ Մենք նշում ենք այսօր եթերում եւ արդեն ձեր օգնությամբ հրապարակեցինք նաեւ օրվա թեման, այնպես որ պինդ պահեք, քույր եղբայր, խնդրում եմ մի փոքր պատմեք։ Հարաբերությունները հաշտ են եղել։ Շատ։ Փոքր տարիքում չեք կռվել իրար հետ։ Եթերում կարելի է ասել, որ մենք փոքր ժամանակ երբիս ենք իրեն։ Հա, դե հա նորմալ է, բոլոր ընտանիքներում էլ դա կա։ Ժողովրդական լեզվով ասացին։ Կարևորը որ մեծանում են, գնահատում եւ սիրում են իրար։ Հա, իհարկե, բայց տարիքով շատ մեծ է։ Ձայնից չէինք ասի։ Այո։ 56 տարեկան եմ։ Լավ, շատ մեծ չեք, դուք էլ այնպես ասացիք, շատ մեծ ենք, բավականին տակավին երիտասարդ։ Մեզ նման։ Ահա, մենք Բնականաբար շնորհավոր եմ բոլորի քույր եղբայրներին, թող գիտեք ոնց։ Ծննդյան օրը, երբ ծննդյան օրն է, դու կանչում ես այն մարդկանց, որոնց հետ դու քեզ կոմֆորտ ես զգում, չգիտեմ։ Իհարկե։ Ահա, ես կուզենայի բոլորը, որ ամեն օր է եղել, մնացած 364 օրն էլ մարդիկ հանդիպեն, շփվեն, աշխատեն այն մարդկանց հետ։ Ոնց է կասապին իրաց կոմ, ուսի չէ։ հաճելի է։ Լիովին համամիտ ենք ձեզ հետ, կիսում ենք ձեզ կարծիքը։ Իհարկե, իմ տրամադրությունը, որ չասում են, կան չէ, որ թե երաշտությունով, թե բանով, որ փորձում ենք բանը ճաշակ թելադրել։ Հա, մենք էլ փորձում ենք որքան հնարավոր է որակյալ երաժշտություն մատուցենք։ Մեքենայի մեջ բնականաբար ապակիներդ ես թագում, աշխատանքի տեղը փախնելու տեղ չունես։ Ականջակալները կարող են օգնական լինել։ Բաներ, բայց այդ հարմարական բան է, Շնորհակալ ենք ձեզ զանգի համար։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն, շատ հաճելի էր։ Երթևեկություն եւ հաջող օր ենք ուզում մաղթել։ Շնորհակալ ենք։ Այո, մենք այսօր խոսել ենք քույր եւ եղբայրների, քանի որ տոնն է, կխոսենք այդ մասին, բայց ես կարծում եմ, այսպես անունն է այդպեսին, բայց քույր, եղբայր, ամենակարևորը, որ ընտանիքում միակ երեխան չէ։ Այս բaragայում այդպես ենք դիտարկելու։ Արի ողջունենք մեր ամենահարազատներին, քույր եղբայրին։ Ես իմ սիրելի քույրիկին եմ ուզում ողջունել, Սարային։ Մի բան հարցնեմ, իսկ եթե հարազատ չեն քույրերդ եւ եղբայրներդ, բայց քույրերդ ու եղբայրներդ։ Տես, այ դվայրուդնի քույր եղբայրների մասն ես դու կներեք այս բառի համար։ Հա, հասկացա ինչ ես ասում։ Լավ, ես ամենա, այսպես արունակից։ Ես այսպես շատ չեմ բացի փակագծերը, բայց կցանկանամ ողջունել այդ քո ասած դվայրուդնի բառը փակագծերում ենք վերցնում իմ քույրերին եւ եղբորը, որոնք ինձ փոխարինել են հարազատ քույրերի եւ եղբորը, բայց միևնույն ժամանակ ուզում եմ նաեւ ջերմ ողջունել իմ երկու եղբայրներին։ Այս այդ դվայրուդնի ասած երկրորդական, հա, թե երկրորդային։ Ես չգիտեմ։ Կա՞ բառի թարգմանությունը։ Այդ մենք Վարդգես Ավետիսյանին կամ Վարժան Օքինյանին կհարցնենք այդ մասին, հետո ձեզ կասենք ինչ պատասխանեցին նրանք։ Միջալոց լավ թեմա է Վարդգես Ավետիսյանի հաղորդման համար։ Մենք նրան կխնդրենք, որպեսզի եթերում այդ մասին խոսի, որպեսզի դուք էլ իմանաք, ձեզ հետ էլ կիսվի։ Ողջունում ենք բոլորին, ովքեր օրը սկսում են հանրային ռադիոյի հետ, իսկ նրանք ովքեր ճանապարհ են պատրաստում ընկնել եւ պետք է ուղևորվեն օդանավակայան, մենք ունենք հատուկ տեղեկատվություն, որը քիչ անց կհրապարակենք։ Հա, բայց այստեղ մեր ռադիո լսողները Արտակ Մխիթարյանն ասում է բարի լույս, Ֆոլի Կելոյանն ասում է բարի լույս բոլորից, տնաշեններին ինֆարկտ ստացա, ինչ կոմունալ, լավ էլի, առավոտ շուտ, մենք խոսում ենք լավ տրամադրության մասին, Տիգրան ջան, դու հիշեցնում ես։ Բայց ինչքան է տրամադրությունը բարձրանում, երբ վճարում ավարտում ես այդ գործընթացը, ասում ես վերջ, բրծա, տվեցի եւ ազնիվ այսպես հանգիստ գլուխը դնում ես բարձին ու քնում ես, որ դու պետությանը պարտք չունես։ Ու արթնանում ես, հասկանում ես, որ փող չի մնացել։ Դե ոչինչ։ Ու կուտակում ես նոր պարտքեր։ Սպասում ես նոր աշխատավարձ։ Իմիջիալոց այդ մարդիկ, որոնք խոսում էին Հայաստանի մասին, հա, հետաքրքիր փաստեր էին արձանագրում, ասում են որևէ երկրում չես տեսնի, օտարազգին մոտենում է խանութ, որևէ գնում է ուզում կատարել եւ հետո պարզվում է, որ այդ պահին հոսանքն է գնում, թե ինչ չեն կարողանում այդ պահին քարտով վճարում կատարել, իսկ ձեռքերը այսպես արձերն չի լինում գումար այդ զբոսաշրջիկների,
Այդ մարդը ասում է դե լավ ոչինչ գնացեք կհանեք հետո կբերեք կտակ։ Իրենք շոկի մեջ էին դրանից, այդքան վստահության մասն է։ Նաև շուկայում նվեր են տալիս։ Այո, եւ չմոռանանք, որ հետաքրքիր փորձարկումներ էին արել նաև նրանք, մեքենան կանգնեցնում են եւ մեքենայի պուլտը դնում են մեքենայի վրա ու գնում են կողք։ 1 ժամ շարունակ սպասելուց հետո ստիպած գնում են այդ պուլտը վերցնում են, որովհետեւ ոչ ոք չի վերցնում այն եւ ոչ ոք չի քշում այդ մեքենան այդպես մնում է տեղում, իսկ Այդա մի քիչ կասկածել է։ Սպոսաշրջիկներից մեկը հատուկ գիշերով գնացել էր վերնիսաժ, որպեսզի ցույց տա, որ ապրանքներն ու իրերն ամբողջությամբ բացօթյա այնտեղ դրված են եւ հավաքված չեն եւ ոչ ոք չի վերցնում դրանք։ Այ։ Ոնց այ, շատ լավ է։ Ինչի մասն է խոսքը։ Սա խոսում է նաեւ, որ մեկս մյուսի նկատմամբ կա հարգանք, ջերմություն, սա հրաշալի է ուղղակի։ Ես կլրեմ այս բարագայում, դա զբոսաշրջիկների աչքերով է։ Թող այդպես լինի, արի չփչացնենք զբոսաշրջիկներին։ Եվ նրանք ժամանում են ամեն օր, Արի ուզում որ չփչացնենք։ Այս պայն անհրաժեշտ տեղեկատվության պաշարը մեր եթերում արի ներկայացնենք, ահա։ Որից հետո կշարունակենք։ Չէ, սկսենք տարադրամից։ Լավ, զբոսաշրջիկների համար ասենք կամ մերոնց համար, որ գնալու են, այսպես պատրաստվում են մեկնել որևէ երկիր, ամերիկյան $1 արժեքն է 391 դրամ 78 լումա, եվրոն 432 դրամ 41 լումա է, ռուսական ռուբլին 4.5 է, եւ իհարկե բրիտանական ֆունտ ստերլինգը 501.83 է, խնդրեմ, ասա չինական յուանյա, 53.305 դրամ է։ Չինական акցենտով։ Այսպես տեղեկացանք նաեւ։ Ահա, մուտք գործենք նաեւ Զվարթնոց օթոնավակայանի կայք, սկսենք ժամանումներից իդեպ ունենք ուշացումներ, սելներս։ Եթե պատրաստում եք դիմավորել Աբու Դաբիից մարդ ունեք դիմավորելու ժամը 10:20-ի չվերթը կուշանա, այն վայրեջք կատարի 13:25-ին։ Սոչիից ունենք ուշացում կարծես թե, ճիշտ եմ, կեսօրի թռիչք ժամանումը տեղի կունենա 13:40-ին։ Սոչից եւս մեկ չվերթ ուշանալու է, արդեն հա էլի ընդ որում երկու չվերթ է լինելու կեսօրին միաժամանակ, այդպես հա, երկուսն էլ ուշանալու են 13:40-ին կարող եք դիմավորել ձեր հարազատներին կամ ընկերներին։ Ովքեր սպասում են հարազատներին Վիեննայից, ապա ասենք, որ կրկին կա ուշացում, նախատեսված ժամը 12:05-ն էր, բայց կժամանի 13:25-ին։ Եվ ինչպես միներալնի ոդից եկող օթանավը եւս կուշանա 12:15-ի փոխարեն այն վայրեջք կատարի Զվարթնոցում 13:50-ին։ Դուբայից ժամանող մեր զբոսաշրջիկներին, մեր հարազատներին պետք է դիմավորեիք 12:25-ին, բայց կդիմավորեք 13:50-ին։ Եվ Ռոմից եկողները կհասնեն ոչ թե 12:55-ին, այլ 13:30-ին։ Արդեն կարծես էլ ուշացումներ չունենք, չէ՞, Անդրադառնանք մեկնումներին, ես ասացի, նրանք ովքեր արդեն ճամպրուկները պատրաստ, այսպես պատրաստվում են ուղղավորվել դեպի օթանավակայան, ունենք մի քանի ուշացում, սիրելիներս, խնդրում եմ նկատի ունեցեք։ Մեկնումների բաժին գործենք։ Մեկնումների բաժնում ենք հասկացու։ Բաստորեն ժամանման փոխարեն մեկնումն էինք ասում, Տիգրան ջան։ Վստահ ես։ Չգիտեմ։ Այս մեկնման կետ Սոչիից է գալիս, ահա, նախատեսված ժամը սա էր հաշվարկային։ Ճիշտ են կարել։ Ուշացումները ճիշտ են կարել։ Հիմա մեկնումը հասկանանք։ Հիմա գալիս ենք մեկնումներ։ Մեկնումները ու չենք գտնում Ու կայքը կախել է այստեղ։ Լավ, մենք կփնտրենք մեկնումները եւ ձեզ անպայման տեղյակ կպահենք, սիրելի ռադիոլսողներ։ Ամենակարևորը, որ ուզում եմ ասել եւս մեկ անգամ, ամեն անգամ ասում եմ, չէ՞։ Այո, անցնենք ճանապարհներին։ Այսօր դուք արդեն խնդրում եմ։ Ես ասացի, ամբերտը փակ է լինելու միջև ապրիլ ամսվա կեսերս ելներս։ Իսկ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հարգելի ռադիոլսողներ, եթե ուղևորվելու եք այդ ուղղությամբ, իմացեք, որ այն փակ է, թեպետ արևը լուսավոր է, այդուհանդերձ օդերևութաբանները կանխատեսել են կարճատև անձրև, հուսանք դրանք դա կլինի այսպես գարնանային փոքրիկ նրբիկ անձրևիկ եւ այդքան էլ չենք նեղվի։ Հիշեցնենք նաև։ Մենք խոսում ենք քույր եղբայրների մասին եւ ես մեր ձայնադարանից պեղել եմ հին ու բարի ժամանակների մի ձայնագրություն, դրանք հիմա մեծացել են երկիչները, քույրն էլ եղբայրն էլ մեծացել են երկուսով, բայց այդ տարիների համար շատ հայտնի զույգ էր։ Պատանիներ էին նրանք։ Ընտանեկան զույգ էին, այսպես ասենք։ Մարգարիտա եւ Վլադիմիր Բարխոյանների մասին է խոսքը։ Հիշենք մոլորակ երգը։ Երկինքը նույն է Երկինքը դուն է աստղերի համար Եվ ինչին էլ որ ասնեն
Մոլորակը բաց է հարցը Որ ճանապարհ ես ընտրելու այսօր Ճիշտը միշտ է Քո սիրտը քեզ կհուշի Մոլորակը բաց է հարցը Որ ճանապարհ ես ընտրելու այսօր Ճիշտը միշտ է Միայն քո սիրտը կասի Գործած ամեն քայլին հիմնավորում կա օգնող մի ձեռք կա եւ քո սերն է դա այդ սիրուն ավատարին սկսվում է օրնին անցնում դառնում են որ կրկին ծնվի Մոլորակը բաց է հարցը Որ ճանապարհ ես ընտրելու այսօր Ճիշտը միշտ է Քո սիրտը քեզ կհուշի Մոլորակը բաց է հարցը Որ ճանապարհ ես ընտրելու այսօր Ճիշտը միշտ է Միայն քո սիրտը կասի, միայն քո սիրտը լսիր Երկինքը նույն է Երկինքը տուն է Աստղերի համար Եվ ինչին էլ որ ասնես Քո սիրտը նույն է Քո սիրտը տուն է Հույսերի Սուրճ ու սեր առավոտից 9:54 րոպե մենք այստեղ հասկացանք ինչումն է խնդիրը եւ տեխնիկական որոշակի խնդիր կար եւ սխալ էր ցույց տալիս հիմա ստացանք ճշգրիտ ինֆորմացիան արի ժամանումները ես ներկայացնեմ մեկնումները որպեսզի խառնաշփոթ չլինի բայց մի րոպե դրա համար պետք է համապատասխան երաժշտություն Համապատասխան գնացինք Եվ այսպես ունենք 3 ուշացում սիրելիներս ովքեր գնում են մարդ դիմավորելու Միանգամից ասեմ Սոչի չվերթը 11:10-ի փոխարեն Վայրեջքի կատարի 12:40 Սա այսպես Դուբայից եկողները 11:25-ի փոխարեն Օթանավը Վայրեջքի կատարի 12:55-ին եւ երրորդ ուշացումը միներալների ոդից եկող Օթանավը 11:25-ի փոխարեն ունենք հաշվարկային ժամանակ 13:00 3 ուշացում Ահա հիմա մեկնումները արագ ասեմ թե ժամը քանիսին են մեկնելու ուղակի եւ այդքանով կեզրափակվենք Սոչին կա ուշացում Սոչի թռիչք նախատեսված ժամը 12:10 է հաշվարկային ժամանակ չի ցուցադրվում շարժան մեզ մոտ 17:25-ի փոխարեն թռիչքը լինելու է 4:55-ին գիշերը այո 17:25-ի փոխարեն կես գիշերն անց 4:55 Սոչի 2 չվերթ ունենք ընդ որում այստեղ մեկն է ինձ մոտ տրված այո այսպես տարբեր Թեհրանի ուշացումը չվերթը նախատեսված ժամը 19:45-ին է հաշվարկային ժամանակը դեռ չկա նախատեսված ժամանակը միներալների ոդի 21:55-ին է կթռնի կես գիշերն անց 43 Մոսկվան 22:10-ի փոխարեն կթռնի 22:13-ին
Մոսկվա 0:15-ի փոխարեն կթռնի 0:32-ին կրկին Մոսկվա ունենք գիշերը արդեն գիշերը ժամանակ կա կմտնեն կայք եւ կկարդան այնպես որ մենք ինչքան կարողացանք ներկայացրեցինք այսօր սա կլինի պարբերաբար կփորձենք հա նաեւ բոլորին բայց հուսանք պարբերաբար կլինի բայց այսքան թեմա չի լինի խոսելու ուշացումներ քիչ կլինեն էլի զուտ բայց քանի որ մենք գիտենք ավիացիան փոքրիկ ուշացումներ այո փոքրիկ ուշացումներ են գիտենք ավիացիան որքան հետաքրքիր որքան խորը այսպես ասած հատված է եւ մենք գիտենք որ հաճախ մարդկային գործոնով չի պայմանավորված այդ ուշացումը բանա հիմա բենզինա մի քիչ քչացավ շատ լցրեցին քիչ լցրեցին բայց իհարկե մակրել կա բան կա բայց իհարկե չենք մոռանում որ կես կատակ կես լուրջ ասում են որ հոկեբանի լավագույն անկյունը այդ օթանավականից տանող դեպի միջանցք դեպի օթանավ հրաշալի հատված է որ գիտես որ քեզ նոր էմոցիաներ նոր զգացողություններ հետո գնում հասնում ես օթանավ տեսնում ես ինչ որ մեկը քո տեղը նստել է մի խոսքով կամ քո փոխարեն արդեն բեռնախցիկը զբաղեցրի ասում ինչ անենք դու էլ գնա կողքը նստի այ դեպ չէ դա ձեր տեղն է եթե դուք գումար եք վճարել այդ տեղի համար լավ արիչ շեղվենք թեմայից ողջունենք Արմինե Գևորգյանին տեսնենք քույր եղբայր ունի թե ոչ Արմինե բարի լույս եղբայր կարող ես ողջունել այսօր այդ օրն է օй ողջունում եմ իմ եղբորը Արմեն ջան բոլորին շատ լավ քույրեր է բաժին հասնում քեզ էլ ես եմ բաժին ասել իհարկե ինքը հիմա որ կջղայնանա բայց այնուամենայնիվ իրան շատ սիրում եմ առանց իրա չեմ Արմինե չեք վիճել երբևէ միշտ ամեն օր ամեն վարքյան ամեն ինչ այո իսկ այ եղել է մի բան որ չեք կարողացել կիսել այ գնել են ձեզ ինչ որ բան Եվ մեկ հատ նայեք եղբայրս երկու կողմերի հա հայրական եւ մայրական կողմի առաջի թորն է եւ բոլորը իրեն շատ սիրում էին դե բնականաբար իմ խանդի գործոնը հասնում էր պլյուս մինուս անվերջություն եւ բայց մայրս միշտ ինձ ասում էր ախր ես երկուսի տարբեր եմ սիրում չեմ կարող ես եղբորդ ավելի շատ սիրել քան քեզ նույնը հայրս բայց դա այդպես էր ու տենց միշտ այդ խանդի հողի վրա միշտ վիճում ենք բայց առանց իրար էլ չենք պատկերացնում բայց ինչ են գնել Այ որ չեք կարողացել կիսել։ Լսից թվում է Արմինեն հաղթել է։ Միշտ իրեն է հավաշինա։ Չէ, այսպես մի նայեք ինձ, ես մի չէ, այսպես մի նայեք ինձ, այսպես շատ խոսացող, եղբայրս շատ խիստ էր ու երբ որ մեկ բառ ասում էր, արդեն լռում էի, բայց մինչև է խոսում էի, հետ վիճում էի, բայց վերջը տենց։ Ինքը հանգիստ էր անում իր գործը, ամեն ինչ, ես միշտ կռիվ էի անում, բայց շահում էր բնականաբար ինքը։ Իսկ հիմա ինչպես է։ Այ մեծացել ենք հիմա շատ կապված ենք, շատ մտերիմ ենք, ամեն մի հարց իրար հետ ենք կիսվում։ Ինչ քայլերի հերթականություն ճիշտ է ամուսնացած է ունի մի հրաշք բալիկ, բայց մենք այդ կապվածությունը հարցսել է շատ լավ, այդ կապվածությունը նաև գալիս է Քեզ բարի եթեր մի վարքյան շատ արագ մի բան ասեմ կինը շատ կարևոր է շատ երջանիկ է երբ ունի թիկունք եղբայրը այո գովազդից հետո խոսք Արմինե Գևորգյանի Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամ է, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի պնդումը, թե իբր ապրիլի 9-ին ժամը 19:25-ից 19:35 ընկած ժամանակահատվածում զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մասնավորապես նշել է, թե հայկական կողմը խոզնավար եւ խնածաղ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննություն Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշման համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստեր, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է անհանդուրժողականություն եւ ատելություն հրահրող, այդ թվում մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված լրատվամիջոցների եւ սոցիալական հարթակների շարունակական մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է նման հիմքով խտրականության եւ ատելության խոսքի տարատեսակ դրսևորումներ, այդ թվում արցախահայերի նկատմամբ, ինչը խիստ անթույլատրելի է հանրային համերաշխության ամրապնդման եւ հասարակության բևեռացման բացառման տեսանկյունից։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում կայացել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը թեմայով քննարկում։ Ելույթով հանդես է եկել ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանը, անդրադարձել եվրոպական դատարանի որոշումներին, այն թե իրականում ինչպես են ազդում արդարադատության որակի վրա եւ նպաստում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ Մեջ բերում եմ մեկ հատված ելույթից։ Եվրոպական դատարանի վճիռները ԵԽԽՎ-ի իր պատվիրակության լիազորությունները չհաստատելն է, սա բացահայտ քաղաքական շանտաժ է բնորոշ ավտորիտար ռեժիմներին։ Իլհամ Ալիևը արդեն տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրենց իրավունքներից, հայտարարակ ցուցադրական դատավարություններ անցկացնում հայ բանտարկյալների նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատության իրավունքից։ Նրանք Եվրոպայի վտանգավոր փոխզիջումների արդյունքն են մի ռեժիմի, որը գազը փոխանակում է մարդու իրավունքների հետ, եւ հիմա ականատես ենք ոչ միայն միջազգային քրեական դատարանի կործանմանը, այլև Եվրոպական կոնվենցիայի վրա հիմնված մարդու իրավունքների համակարգը կորցնելու իրական սպառնալիքին, ԵԽԽՎ-ում ասել է Արմեն Գևորգյանը։ Անցկացվում են Իրան-Հայաստան զորավարժություններ, որի հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է եւ ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալ Վալիոլլահ Մանին։ Վերջինս մանրամասնել է, զորավարժությունները նախապես պլանավորվել եւ մշակվել են միաժամանակ մարտական պատրաստականության եւ խաղաղության ու անվտանգության ուղերձ փոխանցելու համար։ Նրա խոսքով դրանք տեղի են ունենում հայ-իրանական սահմանի Նորդուզ շրջանում սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Իրանի եւ Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա, դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրաձայնելու, ահաբեկչության դեմ պայքարելու եւ կայուն խաղաղություն պահպանելու համար։ Երկու երկրների սահմանային տարածքները ռազմավարական նշանակություն ունեն, հաշվի առնելով այն զգայուն դիրքը, որ զբաղեցնում են։ Համատեղ զորավարժություններն անցկացնելու մասին նախորդին Հայաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, նշելով, որ զինված ուժերի ստորաբաժանումների զորավարժությունն անցկացվելու է Հայաստանի տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումը Իրանի տարածքում։ Ըստ հայկական կողմի զորավարժությունները ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողությունները։ Պրոշյանցիներն այսօր առավոտյան կրկին փակել են Երևան աշտարակ մայրուղին։ Երևանի անմիջական հարևաններ Կոտայքի, Քասաղ եւ Պրոշյան գյուղերի ավելի քան 10,000 բնակիչներ փաստի առաջ են կանգնել։ Ահազանգում են բնակավայրերը մայրաքաղաքին կապող Երևանյան 25 եւ 59 համարի ավտոբուսներին շուտով պետք է փոխարինեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերության միկրոավտոբուսները, որոնց սակագինն ավելի բարձր է։ Սպասվող փոփոխությունների մասին բնակիչներն անցած ամսվա վերջին են իմացել։ Քասախի եւ Պրոշյանի վարչական ղեկավարների գրասենյակներն իրենց Facebook-յան էջերում նոր երթուղիների վերաբերյալ կառավարության հրամանն են հրապարակել։ Քաղաքացիները պահանջում են գործող տարբերակը թողել անփոփոխ։ Ու թեև այդ համայնքները շատ մոտ են Երևանին, վարչատարածքային բաժանումով գտնվում են Կոտայքի մարզում, ուստի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտն այլևս չի սպասարկելու այդ բնակավայրերը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի
կառուցվածքների նախարարությունից ռադիոլուրին փոխանցել են պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպելու փոխնախարարի հետ, հանդիպում նախատեսվում է նաև մարզպետի հետ։ Անցնենք միջազգային լրահոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կեսգիշերին ուժի մեջ մտած բոլոր փոխադարձ մաքսատուրքերի եռամսյա լիարժեք դադարի մասին։ Բացառություն են կազմում միայն Չինաստանը։ Աշխարհի մակարդակով երկրորդ մեծ տնտեսություն ունեցող այս երկրի համար կպահպանվեն բարձր սակագները։ Այս մասին հայտնել է CNN-ը։ Թրամփը հայտնել է, որ մաքսատուրքը 104%-ից կհասնի 125-ի։ Այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ի դեմ լրացուցիչ պատասխան турքերի կիրառման մասին։ Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես ներկայում բարձրացնում եմ ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերություններում գործող մաքսատուրքը, հասցնելով 125%-ի։ Թրամփը հավելել է նաև, որ մոտ ապագայում Չինաստանը կգիտակցի, որ ԱՄՆ-ն եւ այլ երկրների թալանն այլևս ընդունելի չէ։ Միաժամանակ հայտարարել է, որ Չինաստանը նույնպես ցանկանում է բանակցել մաքսատուրքերի հարցով։ Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ից գնել ռազմական օգնություն, նոր լայնածավալ փաթեթ, այն դիտարկելով ոչ միայն որպես գործարք, այլ որպես երկարաժամկետ անվտանգության համակարգի տար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին. «Մենք ուզում ենք, մենք պատրաստ ենք, ամերիկյան կողմին տվել ենք մեծ փաթեթ եւ ցանկանում ենք այն գնել»։ Նա նաև ասել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակաօդային պաշտպանության մասին եւ խնդրել է վաճառել առնվազն 10 հակաօդային պաշտպանության համակարգ։ Եվ վերջում UEFA-ի կարգապահական կոմիտեն վերջնական որոշում է կայացրել Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ UEFA-ի որոշման համաձայն Վրաստանի ֆուտբոլային ֆեդերացիան տուգանվել է 40,000 եվրոյով երկրպագուներին խաղադաշտ դուրս գալու, լազերային լուսավորության եւ հրատեխնիկայի օգտագործման, ինչպես նաեւ ելքերը արգելափակելու համար։ Իսկ Վրաստանի հավաքականը մեկ տնային հանդիպում կանցկացնի առանց հանդիսատեսի, նշել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Տվյալ որակազրկումը չի տարածվի աշխարհի առաջնության ընտրական խաղերի վրա եւ կվերաբերի ազգերի լիգայի շրջանակներում անցկացվող խաղերին։ Հիշեցնենք UEFA-ի ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվեց Վրաստանի հավաքականին զիջելով 6-1 հաշվով։ Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել էր խաղադաշտ, վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա եւ պլաստիկե ու մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ։ Այսքանն էինք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը, խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։
Սուրճ ու սեր առավոտից։ 11:12 մենք վերադարձանք ուղիղ հետ։ Շնորհակալություն Արմենին լուրերը ներկայացնելու համար։ Սուրճ ու սեր առավոտից շարունակում ենք միասին վայելել։ Այո, սուրճը ձեզնից, սերը մեզնից, հաճելի զրույցները եւս մեզնից, երաժշտական կատարումները եւս մեզնից։ Ձեզ մնում է միայն վայելել եւ ունենալ հաճելի տրամադրություն։ Քույր եղբայրների մասին ենք այսօր խոսում եւ մեր այսօրվա հյուրը ոչ միայն շատ սիրված, այլև բազմազավակ ընտանիքի ներկայացուցիչ է։ Սիլվա Հակոբյանին ողջունում ենք։ Բարի լույս։ Լավ ես։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, սովորական է, կարծում եմ արդեն վաղուց սովորական է, չէ՞, առավոտ շուտ արթնանալը։ Դե հա, իհարկե, հատկապես որ ունես փոքր երեխաներ, հա, եթե ունես փոքր երեխաներ, ով արդեն պարտեզ է գնում շուտով դպրոց, անհնար է, ինչքան ուզես քնես, չի ստացվի պետք է շուտ ստացվում է քնել։ Թողնում են։ Հա, Այդ շատ լավ։ բայց հետաքրքիր է, որ օրինակ ես մի ժամանակ գիշերը շատ ուշ քնող մարդ էի, հիմա ժամ 11-ից քնում եմ։ Որովհետև էներգիա եք ծախսում։ Հա, ես էլ չգիտեմ ոնց, բայց արդեն քնում եմ շատ շուտ։ Սիլվա, այսօր այն օրն է, երբ մենք ողջունում ենք եւ ծափարում ենք մեր քույրերին, եղբայրներին։ Դու եւս կարող ես հիմա Ողջունել։ եթերից շատ հայտնի Մանե Հակոբյանն է, այսպես հա, նաեւ որպես երկերի եղինակ։ Բազմաթիվ սիրված Իսկ այ կարծես մյուս հարազատները մնացել են ստվերում։ Կարող ես այսօր դրանց անունները հրապարակել եւ ողջունել։ Եղբայրս այդ Կարե Հակոբյան, ով նույնպես իմ գործիքավորումներն է երկերի անում 99%, այսպես ասեմ։ Եւ ճիշտն ասած ես անգամ չգիտեի որ այսօր քույր եղբայրների օրն է, ձեզնից եմ իմացել, շատ լավ է որ աշխարհում կա նման տոն ու առհասարակ շատ լավ է որ դու ունես քույր կամ եղբայր։ Ինձ համար իրենք ոչ միայն մի մասնագիտության տեր ենք, հա, այդպես իրար օգնում ենք, այլ նաև շատ մեծ հենք են ինձ համար ամեն առումով։ Ու ես իրոք երջանիկ եմ, որ ունեմ եւ քույր եւ եղբայր։ Սիլվա, երբևէ ինչ-որ բան եղել է, որ ծնողները գնել են, չեք կարողացել կիսել իրար։ Դու ինչ ես զորով կռիվ գցում։ Փոքր ժամանակ եղել է, այդպես, որ Չէ, խաղալիք է եղել, շոր է եղել, հագուստ կամ ցանկացած ինչ-որ մի բան, ինձ իհարկե ամենասկզբից են գնել, բայց երբ որ հետո տեսել եմ, որ լրիվ նոր վիճակում քույրս կամ եղբայրս են ունեցել, կռիվ եմ սարքել, այն ջայլամի նման գլուխս մցրել եմ ինչ-որ մի անկյուն եւ այնքան չեմ դուրս եկել այդտեղից, մինչեւ որ ինձ նորից չեն գնել։ Պատմում են ինձ այդպես, ես ինքս էլ զարմանում եմ, որ ես այդպեսի բալիկ եմ եղել։ Ամենաերկար ժամանակահատվածը, որ իրարից նեղացած եք մնացել։ Այդպեսի բան չէ, երևի չի եղել։ Կամ ժամեր։ Դե տես Տիգրան ջան, ես հասկանում եմ, որ դու ուզում ես կռիվ գցես։ Չէ, ընդհանրապես այսօր է։ Բայց ասեմ, որ մեր հատկապես մասնագիտական առումով չեն կարող հակադարձություններ կամ թեթևակի ինչ-որ վեճեր, եթե կարելի է դա այդպես անվանել, այո, տարաձայնություններ չեն կարող չլինեն, բայց դրանք նաև շատ շուտ էլ հարթվում են, գալիս են ընդհանուր հայտարարի, իսկ ընդհանրապես չէ, մենք շատ հաշտ ենք եղել փոքրուց ու այդպիսի բաներ չունենք։ Ինձ հետաքրքիր է ուրիշ բան, երկու քույրիկով հաճախ եք միավորվել ու նյարդայնացրել եղբորը։ Չէ, չենք նյարդայնացրել, հա։ Չէ, հոգու հետ չէի խաղում։ Չորաճճի աչոնիկներ են, ի վերջո աղջիկները մի Դե շատ բան ես փոքր ժամանակ չեմ հիշում, Լույս ջան, բայց պատմել են։ Բայց պատմել են, հիմնականում երևի ես եմ իրենց հոգին կերել։ Հա, չորաճճին դու ես եղել փաստորեն։ Ակտիվը ես եմ եղել։ Հետաքրքիր է ունենալ քույր եւ եղբայր, մեծանալ ու հետո ընտանիք կազմել, որքան կարևոր էր քեզ համար, հա, ընտանիքում ունենալ մի քանի երեխա, այդ գաղափարը որքան կարևոր է։ Զարմիկներից նկատի ունես։ Չէ, ես նկատի ունեմ, դու արդեն ընտանիք ես կազմել։ Հա, շատ երեխաներ, հա։ Շատ կարևորում եմ։ Եթե ես մի քիչ էսպես ավելի հավեսի ունենամ, եւս մեկ տղա կունենամ հաստատ, որովհետեւ բալիկները պետքա շատ լինեն ընտանիքում։ Ոչ մենակ գործը շարունակող, այլ չգիտեմ, հետո երբ որ իրանք ամուսնանում գնում են բան, այդպես հասկանում ես, որ մենակ ես մնում կոնե, ինչ որ մեկը հետդ մնա էլի։ Դե մեզ մոտ ընդունված է, չէ, երկուսով կարծես բավարարվում են, սահմանափակվում են։ Ամեն դեպքում բալիկները պիտի շատ լինեն, անկախ ամեն ինչից, որովհետև մեր ազգը պետքա շատ մենք ողջունում ենք քո այս այսպես մտածելակերպը, մոտեցումը, դա շատ ճիշտ է։ Մեզ միացել է նաև հայրիկը։ Այո, ջեր ողջույններ։ Ինչ անենք, վերման ենթարկենք ստուդիա։ Արի լսենք Սիլվայի կատարումներից մեկը, որում նոր կատարում է ստացվում YouTube-ում, ընդամենը 3 օր առաջ է հայտնվել։ Ստեղծագործական նորություններից դեռ կզրուցենք, վայելենք օրերով ստեղծագործություն, այնուհետև կշարունակենք։
Քիչ է դիեզերքը որ պատմիմ սիրո երգը քեզ Ինչ հապրած օրերն ու կյանքը Ես ուզում եմ ապրեցնել քեզ հետ Ես ընդհանրապես Իմ սիրո դռները բաց են Ներսարի սրտին դարձիր իմ տեր Օրերով սեր եմ փնտրել Քեզ նման ուրիշ չեմ գտել Սուրճ ու սեր առավոտից 10:20 րոպե դուք շարունակում եք լսել հանրայինի առաջին ալիքը եւ իհարկե սուրճ ու սեր առավոտից հաղորդում այսօր քույր եղբայրական տրամադրությամբ Այո, ջերմ ողջույններ ձեզ, փաստորեն ստացվեց, որ մենք երկի պրեմիերա արեցինք հանրայինի ուղիղ եթերում հրաշալի ուղղակի ակամայից կշնորհավոր ենք միանշանակ եւ մեզ հաջողվեց բերման ենթարկել Սիլվա Հակոբյանի այրիկին, Հակոբ Հակոբյանի սիրով Ժամանակները անցնում են, բայց միևնույն է Սիլվան հայրիկ է գնում եթերներ ինչպես հին ու բարի ժամանակներում Հակոբ Հակոբյանի սիրով ողջունում ենք Հայրիկը նաեւ պրոդյուսեր է այս տարբերակները Հելը որ թվականներից անհիշելի ժամանակներից հրավիրել եք ու պահը օրը այնպեսին է որ քույր եղբայրների օրն է այսօր ես ինքս նույնպես շնորհավոր եմ բոլոր քույր եղբայրներին ունեք քույր եղբայր կարող եք եթերից հա բոլորի շատ ողջունում եմ շատ լավ բան է իմ ունենալը քույր եղբայրներ դե ժամանակ գիտեք քանակի վրա էր շատ էին ծնվում երեխեքը Իմ պապերը 10 երեխա եմ ունեցել, իմ ծնողները իրանց եղբայրներով քույրերով արդեն 4-ը 5-ի մեջ են ունեցել։ Հետո եկավ հասավ մեզ արդեն գիտեք 1, 2, 3, արդեն մեր երեխեքը 1, 2։ Հələ լավ է որ 2 ունեն, բայց 3-ն է աճելի։ Հիմա երեխեքից 3 արդեն բազմազավակ են։ Հիմա 3 երեխա, 1 տղա, 2 աղջիկ ունեմ եւ նաեւ քույր եղբայրներին իրանց նույնպես շնորհավորում եմ։
Մանես մեր առաջատարն է, ունի 3 երեխա։ Ահա։ Արդեն Առաջին հորիզոնականը Մանեն։ Մանեն է զբաղեցնում առաջին հորիզոնականը։ Ու պատկերացեք 2 ունի տղաս, 2 ունի Սիլվան, ու բոլորը աղջիկ են։ Մենակ մի տղա Մանես ունի, հիմա ասում եմ Եղբայր ունեն։ Բայց դե գիտեք, բանը տոհմածառը շարունակվում է համամասնությունը տղու կողմից, չէ՞։ Հիմա տղաս 2 աղջիկ ունի, ասում եմ տղա ջան, մտածի, քոքս կաղազ բայց մեկ կդրեք։ կտակների մի ենթարկեք։ Չեմ ենթարկում։ Հիմա այդ վերջերս Պահանից հաստացում այդ շունիկ եմ բերել, տղա է ասում, էսա տղա։ Ահա, ձևը գտել է։ Բավարարի, պապա։ Ասենց հիմա Հաջողվում է այս սեղան նստել բոլորով, հա, թորներով, զավակներով։ Ես միշտ այս մինչև հիվանդությունը COVID-ը։ Ահա։ Ուրեմն տրադիցիա է ստեղծի ամեն ուրբաթ Ռադիցելսկի ձետ։ Ահա։ Երեխեքով բանով հավաքում են մեր տունը, ասում եմ դե երեխեքին թողեք ու հայ դաստից։ Մինչև հա, իրանց ճամփում եմ երեխեքին պահում ենք մենք, որ մինչև Կիրակի կեսօր որ գնան դաս մաս պատասխան, միսօր դաս են գնալու։ COVID-ը եկավ այդ սա խառնկեց ու Բայց նորից վերականգնեք։ Կամաս վերականգնում։ Լսեցիք, չէ՞ կվերականգնվի։ Անպայման, տեսեք, միակ բանը, երբ որ ես ասում եմ շատ ծանր է, երբ որ երեխեքը արդեն բաժանվում գնում են, մարդուկին ես մնում տունը շատ դժվար է նորեր անցկացվում։ Բայց որ ձեզ հետ ապրեն, դա էլ բարդ Մի տեսակ դատարկված լինի, չէ՞ կարծես տունը։ Հա, լրիվ, ինքը իրանք որ այդում են, չէ՞, շատ դատարկա տունը, ոնց որ տուն միանգամից դատարկի, մանավանդ վերջի 3-4 տարին Սիլվան էր մեր հետ մնում։ Իմի տուն էին կառուցում, մինչև կառուցեցին, վայ որ չէին ասում պետքա գնանք, բայց ես գիշեր ու զոր հանգիստ չունեմ։ Երեսները չէին նայում, Ուզում եք տղտապանությունը մի քիչ դանդաղի։ Հա, ուզում եմ ընդհանրապես չթային, բայց որ գնացին, արդեն ոնց որ այդ երեխեքը մեր տուն ծնվան մեծացան էլի ու չեք պատկերացնում ինչքան դժվար էր, բայց դե ծնողների բանն է, այդպես պետք է հարմարվել։ Բայց դուք բողոքելու տեղ չունեք, Սիլվայի կողքին եք մշտապես։ Հա, դե Ախր տունն էլ ամոթիկ, իրոք բողոքելու տեղ չունի։ Մոտիկ է։ Ահա։ չէ, տունը այնքանով մոտիկ պետք է լինի, որ հողաթափերով գնաս գաս, բայց երբ որ արդեն կոշիկներն ես հագնում, կարող եք տոնական հողաթափերով, դա արդեն մոտ չի, էլի որ էլի մեկ։ Ինչ լավն է։ Ինչ պատը։ Որքան ջերմություն կա։ Համասեզոնային հողաթափեր կան, հագնում ես եւ գնում ես ուր ուզում ես։ Ամառ հողաթափերով։ Համասեզոնային, multi-season։ Ես ճիշտ ասացի, չէ՞ բառը հողաթափ։ Այո, շատ ճիշտ ասացիք։ Այնքան հաճելի է լսել, թե որքան ջերմություն կա այդ ընտանիքի գաղափարը, որքան սիրուն ու գեղեցիկ եք կառուցել ու թեկուզ հիմա ձեզ համար մի քիչ տունը դատարկ է, բայց վստահ եմ, որ ձեզ համար առաջնային ու կարևորը նրանց երջանկությունն է, եւ իհարկե թորնիկների ուրախ ու առողջ կյանքը։ Կա մի հատ փոքր նշություններ կա, էլի կինը պետք է մի քիչ չգիտեմ, բառը ոնց է լաչարը էլի։ Ահա։ Բայց իմ գինը շատ հանգիստ ասում, գոնե դու ջղայնացի կռի վրա հետս մի բան արա, որ ես Սիլվան պատմում էր նոր քիչ առաջ, հա, իրենց փոխհարաբերությունների մասին, այ դուք կողքից, հա, որ նայել խոստովան եք այսպես։ Կար, այ ով էր առաջին տեղում սրտի հոգու։ Ամենաչարաճճինով էր երեքից։ Ում հանդեպ ուշադրությունը մեծ էր։ Միանշան Սիլվան ուշ ծնվեց, իր 5 ու 4 տարվա տարբերությունն է Էդգարի ու Մանեի միջև։ Ինքը իսկականից շատ, հետո սերը եւ իրանց կողմից եւ մեր կողմից դրանք արդեն մեծ էին երեխեքը Սիլվային սիրում են որպես ու տես փոքրել մնաց ու չարաճճի մինչեւ հիմա ինքը կարգավիճակում է որ ինքը մեր այդ պստոնա էլի մինչեւ հիմա բայց ես այսպես նայում եմ երբեք չեմ ասի որ չարաճճի է չէ հիմա դրամատուրգությունը որ կա իր հանդեպ մնացել է բայց ինքը արդեն շատ փոխվել ու ինքը ու չարաճճությունը մի տեսակ անհամատեղելի է չէ Սիլվա ջան այն խաղաղությունը որ Սիլվայից է գալիս հանգստությունն ու խաղաղությունը շատ քիչ մարդկանցից կարող է զգալ Շնորհակալ իսկ այ ուշադրության առումով որ այ մեկին ավելի շատ ուշադրություն դարձրեցի հետո հոգու խորքում նեղվեցի որ ինչու այսպես արեցի եղել է դպսի բան Չէ, եղել է ուրիշ բան, երբ որ ջղայնացել եմ, ես բացի մանեց երկուսի վրա էլ նույնիսկ ամեն մեկ մի չափալախ կերել է։ Սիլվանել, հա, Սիլվանել, Էդգարներ, չէ, իրար չարության համար, բայց մանեն իր ծնեինքան համեստ ու խելոք հայ երբեք որ ձեն եմ բարձացել որ չղայնացել այս երկու չարաճճիները ինչ ասացել են պիտի լիներ չէ դե հայրական ապտակ պետք է լինի ոչ դե բնակ դա ավանդույթ է բնականաբար Եվրոպայում չենք հիմա բռնցել այս չէ այդ ապտակը ծանր ապտակի մասին չի խոսք էլի հանկարծ ուրիշ թեմայի չվերածենք զուտ հա ողջունենք ռադիոլուսողին բարի լույս բարի լույս
Բարի լույս, խոնարհաբար ներողություն եմ խնդրում վատ ձայնիս համար։ Խնդիր չկա, ձեզ առողջություն։ Մի բան ասեմ, այդ ձեզ հյուրի չափալաղ ասում է Ջիվանինա, չէ, ասում ապտակով սնված տղեն առանց աստիճան չի լինի։ Հիմա ձեր երեխաները արվեստի բարձր աստիճանում են եւ շատ շնորհակալ եմ։ Ես ուզում եմ ուղղակի հպարտությամբ նշել, որ Մանեի գրված երգերը այսօր շատ արդիական են։ Ինձ համար, անձամբ ինձ համար չկա հին կատարում, կա լավ կատարում, որը երբեք չի հնանում։ Հիմա ես ուզում եմ որպես մշակույթի մարդիկ ձեզ մի հարց ուղղել։ Արդյոք մեր երկրում մշակույթը ինչ որ նահանջ չի ապրում եւ ըստ ձեզ ինչն է պատճառը, ինչ ունենք անելու, որ չենք անում, համերգներն են նվազել, հասկանում եմ 20 թվականի պատերազմը անգամ 5 տարի անցել, շուտով 5 տարի կլինի չենք մարսել, բայց եւ այնպես ինչ ունենք անելու, որ չենք անում։ Շատ են քաղաքականացվել, թե մշակույթն է նահանջ ապրում։ Մեկ անգամ եւս շատ շնորհակալ եմ եւ մի փոքրիկ բան ասեմ ձեզ, ես երբեք չեմ մոռանա, երբ որ Սիլվան առաջին անգամ մրցույթի մասնակցեց եւ անգլերեն կատարումը իրեն բերեց հաջողություն, ես հիշում եմ Սիլվան միշտ ասում էր, մինչ այդ մրցույթը բազում դռներ է ցակել եւ այդ դռները փակ են եղել իր համար, ու այդ երգից հետո ինքը արդեն ճանաչված է դարձել, բայց նա երբեք չի հանձնվել։ Իմ ողջույնները ձեր 3 զավակներին, հպարտությամբ եմ ապրում այս պահը։ Եվ ասեմ, որ ես գիտեմ, որ ձեր որդի գործիքավորումները հիմնականում ինքն է անում, ինչ շատ է դուրս գալի, որովհետև ոնց ասեմ, շրջեղ է գործիքավորումը կատարումներին համապատասխան։ Կեցեք, շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Հարցը մի քիչ բազմաշերտ էր, ես կասեի ուղղված մշակույթի նախարարին, բայց մինչ դուք պատասխանեք, մենք ունենք կարճատև գովազդ, որից հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Աստանցե 30 մենք շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ հյուրը այսօր եկել Չքնախ Սիլվա Հակոբյանը իր հայրիկի Հակոբ Հակոբյանի հետ, թե հակառակն ասենք Հակոբ Հակոբյանը իր դստեր Սիլվա Հակոբյանի հետ։ Ոնց էլ ասեք լինի։ Ահա, քիչ առաջ ունեցանք նաև հարց Ռադիոլսողի կողմից, մենք բնականաբար վերադառնալով, հա, հայրական ապտակին ասենք, որ չենք կարոզում բռնություն եթերից։ Սա կեսկատակ, կես լուրջ, ինչպես ժողովուրդն է ասում։ Այլի, այլ ենթատեքստ խնդրում եմ չփնտրել ուղղակի։ Չփնտրեք, այո, այո։ Այս ընտանիքում կա յուրատեսակ գեղեցիկ ջերմություն, դա փաստ է ու անհերքելի փաստ։ Եվ ես ասեմ, որ ես ինքը շատ լավ հիշում եմ այդ ապտակը ինչ համար եմ ստացել ու լավ էլ արել է։ Մի արեք, մենք չենք կարոզում եթերում։ Որովհետև դա ինձ համար ամբողջ կյանքի համար դաս եղավ ու կարծում եմ, որ Բայց եկեք եթերից չկարոզենք։ Իրականում այսպիսի մի կարևոր հանգամանք էլ կա, ժամանակներն են փոխվում, մտածելակերպ է փոխվում ու սերունդ է փոխվում, եւ այս սերունդը մի քիչ այլ է, ժամանակներն են այլ ու վստահ եմ, որ եթե խորհրդային տարիներին են ժամանակ այդպես էր ու դա նորմալ էր, հիմա արդեն այս երեխաները մի տեսակ շատ ավելի ինֆորմացված են, մի քիչ այլ իրավիճակ է փոխվել եւ ավելի հեշտ է երեխայի հետ նստել ուղակի խոսել։ Հիմա երեխան կարող է նույնիսկ դա դիտել ծնողին ու իր իրավունքները խախտեցիր։ Վերադառնանք հարցին։ Ռադիոլսողի ստեղծագործական առումով ես տեսնում եմ Սիլվա բավականին այսպես բուրըն կյանքով է ապրում, բավական է մուտք գործել YouTube-յան Ալեքս Սիլվա Հակոբյան եւ կտեսնեք, խնդրեմ, նոր տեսոլովակների մի ամբողջ ընտրանի։ Մեկ ամիս առաջ, օրեր առաջ, այնպես որ կեցես որպես մայրիկ եւ նաեւ որպես երգչի շարունակում ես քո գործունեությունը։ Ահա, ինչ կասի հայրիկը պրոդյուսեր։ Ճիշտ ասած, մենք
իծնե Սիլվայով ու ընտանիքով հանդերձ մեր գործերով շատ ենք ոնց որ ինչա մեր առօրյան դա լինի իսկ դա ցույց տալ տեսնեն մեկ չէ ասենք դուք նոր քիչ առաջ ինչով ընդհատեցին գովազդով այո մեր գովազդ տեսահոլովակներն են եթե մենք չանենք տեսահոլովակներ բարձր ոչ մեկ մեր մասին չի դիմանա չի ճանաչի չի բան դրա համար անընդհատ տեսահոլովակները գոնե ամիսը մի հատ անպայման պետք է այդպես Մայքլ Ջեքսոնների ընտանիքները որ ամիսը 1-2 դուք էլ այսպես երաշտական ընտանիք եք չէ վազվազավակ երեխաները ստեղծագործում ես ասում միշտ հայմատում Ջեքսոնների ընտանիքը ինչ հետաքրքիր է ես չէի խորացել էլի որ իրենք ճիշտ է 5 եղբայր 1-2 քույր հիմա այստեղ հայ տարբերակ 2 քույր մի եղբայր Սիլվա հետաքրքիր բան ասաց նաև մեր ռադիո լսողը ասաց համերգները քչացել են իրականում այդպես է եւ հարթակները փոխվել են կարծես ու ավելի տեղափոխվել են մշտական համերգները փաբային հա ակումբային տարբերակներում ահա բայց այն ժամանակին որ պարտադիր մեծ մենահամերգներ կամ համերգներ էին լինում համահավաքական կարծես դրանք անհետացել են սա ժամանակի հետ է կապված զուտ որ պահանջարկը այլևս այդպեսին չէ թե այսպես ասած առաջնահերթություններն են փոխվել ըստ քեզ Ինքս էլ չեմ կարող ասել ինչն է փոխվել երևի ամեն ինչ տեղափոխվել է շատ ինտերնետային հարթակ ու դա շատ փչացնում է Հիմա անգամ քո երկի ճակատագիրն է կախված այդ հարթակներից, լայքերից ու սրտիկներից, քո նկարների, ելուր մնաց թե համերգների չլինի։ Երևի կարծում եմ այս ինտերնետը շատ է մեր կյանքում, ավելի շատ դա է փչացրել։ Իսկ այն ժամանակ, երբ որ չկար ինտերնետ, կային շատ հավաքական համերգներ, կային ավելի հետաքրքրություն կար։ Անմիջական շփում կար այստեղ, հա, այս բանը։ Կար նաև մեր ուրիշ բան էլ որ ժամանակը իրան թելադրում է։ Ես մի ժամանակ միտեղ ասել եմ, եթե այս դարը Պուշկինի կամ Լերմոնտովի չգիտեմ, դրանց ժամանակաշրջանը ըլեր իրանք, հիմա իրանք չէին ծնվել, հասկանում եք, չէ, այդ ստեղծագործությունները կխժռեին կոմենտներով, շատ կզարմանային, հասկանում եք, ամեն ժամանակ, հիմա տվյալ պարագայում այս ժամանակ, այս հիմա, ես երեք նստած մենք խոսում ենք, թորնես երես չտեսամ, գնացել ենք մանեինց տունը, դե միշտ էլ գնում ենք, ուղղակի մանեն դրանք տուն չենք, ես կինս տատին, պապին ու երեխեքն ենք։ Մենք իրանց 5 րոպե մեկ կանչում եմ անուլ, գալի ուր եք, մեկ է գալի, հա, տատի ստենք, ու հեռախոսի մեջ են, հեռախոսի, իրանց գծելը շատ դժվար է, ու մենակ իրանք չեն, ես օրինակա բոլորի համար։ Իրենք լավ բան են նշում, ասում է Z սերունդն ենք մենք, իրենք էլ են դա ասում։ Հետաքրքիր մի բան կար, ասում եմ, այս են ժամանակաշրջանը, այն սերունդն է, որ համացանցում տեսնում ես միմիայն երջանիկ ու գեղեցիկ լուսանկարներ ու վիդեոներ, բայց իրականում միայնակ են ու տխուր։ Բայց կարող եք այդ չգնալ մանեի տուն, on-line մտնել, այդպես ամբողջ միացում անել եւ տեսազանք կա, չէ, ասում եմ, պապա այս տարի գնալու ենք Փարիզ, ասում եմ Այ աղջիկ ջան, ի՞նչ տարբերություն որից ես ինտերնետ մտնելու։ Մեկը ամբողջ, հա, իրանք անբանի մեջ են։ Կամ մեմ կա, չէ, բոլորը գնում են տատիկին տեսնելու, տատիկը մենակ նստած է բոլորը հեռախոսի մեջ են։ Իրականում այո։ Միգուցե էլ կանցնի, գիտեք, դա ժամանակա, դրանց էլ կհոգնեն, այտենց չի որ ամբողջ։ Ես դեռ հավատում եմ, որ մեր հին ժամանակները նորից հետ կգան։ Հա, ջադ չի պիտի հիմա դուրս այք այդ վերջնա, այդ դրանց էլ կա։ Այդպեսի բան մի ասեք, աբոն կզարգանա, մենք աբո ենք ասում։ Աբո, ասեք, ես էլ չեմ ամ ինչ անուն տամ։ Աբո, դիպսիկն էլ կա, ռիպսիկն, դա չինական է։ Ես աբոյն եմ ասել։ Բայց դե վերջո կհոգնեն է։ Կհոգնեն այդ ամենից, հավատացեք, նորից կվերադառնա։ Եթե մեզ դուրս չմղի հիմա արհեստական ինտելեկտը մեր փոխարեն սկսի հաղորդում վարել այն։ Հա, այդ ուրիշ բան։ Դե մեր փոխարենը կարող է երգել։ Արդեն Այո, ես գիտեմ, մանեին մեկ-մեկ ասում եմ, էլի մաս չունի ձեր երգեր գրելը, որտեվ ChatGPT-ն դա գրում է։ Ունենք զանգ, լսենք ռադիո լսողին, բարի լույս։ Բարի լույս։ Օ, ողջույն։ Արարատ 73-ն է։ Լավ եք։ Շնորհակալություն։ Ողջունում եմ Հակոբ Հակոբյանին եւ Սիլվա Հակոբյանին եւ բոլոր քույր եղբայրներին շնորհավորում եմ, լավ լինեն։ Ես քույր չունեմ, 3 եղբայր ենք։ Ես միշտ որ բան եմ անում, ասում եմ ամեն երեխա Աստծո պարգև է։ Իմ մայրիկը 6-րդ երեխան է եղել, որ ծնվել է։ Պապիկս, մայրական պապիկս եղել է 51 տարեկան։ Միշտ ասում եմ, եթե 51 տարեկան
ալո Այո, լսում ենք։ Մեկ տարեկանում եթե մայրիկս չծավեր, մեր 3 եղբայրները հետագա բոլոր հիմա Հակոբը ճիշտ է ասում, որ առաջ այդքան 6 հոգի կամ 10 հոգի։ Այո, շատ էին ընտանիքներ։ 1-2 ես ունեմ տղա եւ աղջիկ, իմ տղան ու աղջիկն էլ ունեն մի հատ տղա, մի աղջիկ։ Դե ամեն ինչ արժևում է, մի անհանգստացեք։ Դե 48 տարեկան է տղաս դառնում է տարի, այտենց եւ ուզում եմ ձեր ցույցությամբ, իհարկե Հակոբի եւ Սիլվայի ցույցությամբ իրաց նվիրել։ Ասեք ձեր հրաշք բանաստեղծությունը։ Ասեք։ Հակոբին ասում եմ. հայրիկ, արտակարգ, կարգապա, ողջամիտ, բարեկիրթ։ Իսկ Սիլվային ասում եմ. սուրս ու սերի իշխանուհի, լավագույն, վառ, արքայադուստր, արքայակին եւ արվեստագետ։ Ծափարություններ եք քչեցնում ձեզ համար։ Այդ ծափերը լսում եք ձեզ համար։ Շնորհակալ ենք։ Արադ 73-ներ մեր մշտական լսողը ակրոստիկոսների արքա, մենք էլ այսպես ասենք։ Լավ Սիլվա, հետարքիր է, այ հիմա CD հրատարակել, ալբոմ թողարկել։ Փոխվել են, չէ, ամեն ինչ on-line հարթակ։ Փոխվել է, ամեն ինչ փոխվել է։ Հիմա եթե նույնիսկ փոքր երեխաներին առհասարակ պատանիներին էլ երևի որ ցույց տաս թե դա ինչա, չեն իմանա դա ինչա։ Բայց ասա որ մեր սերունդ ունի մեծ իհարկե շատ մեծ իմ զայնասկավառակները լավ է որ ես այդ շրջանից եմ ժամանակաշրջանից եմ որ CD-ներ ունեմ թողարկած 2-3 անգամ շնորհանդես եմ արել ձայներիզ էլ ունեմ անգամ իսկ հոլովակների ճակատագիրը բայց դու VHS-ներով վիդեոներ ունես պահած ինձ հարցրեք ինք խավար չի լավ իսկ այ հոլովակների ճակատագիրը դա միայն YouTube-ն է թե վերջ հերոստատեսությամբ առաջվա նման չի։ Այն ժամանակ մեր YouTube-ը հերոստատեսություններ։ Մեր YouTube-ը դա հերոստատեսություններ եւ եթե հերոստատեսությունով top ինչ որ այդպես մրցանակաբաշխություններ էր լինում, ամեն տեղ միացնում էիր երկերը շատ ինչքան պրեմիերներ են կարել գալիս YouTube-ը։ Այո, ու ինչքան որակով էր ամեն ինչ արվում։ Հիմա չէ, հիմա կարելի է ասել երևի TV շատ քիչ մարդիկ են նայում։ Ես այդպես եմ կարծում։ Այս երիտասարդները հիմնականում TV-ին փոխարինել են on-line հարթակում վիդեո տարբերակները։ Իհարկե ես երբ տեսնում եմ, որ լավ կոնտենտ են ընտրում, շատ ուրախանում եմ։ Ոդքասթներն են եկել փոխարինելու տարատեսակ հաղորդումներին։ Սա էլ ոնց ասացինք ժամանակի պահանջն է, այսպես կարող։ Նույն ռադիոն է, ոդքասթը դա նույն այդպես հաղորդումներ, որ ավելի ազատ են ուղղակի, չկան սահմանափակումներ որոշակի։ Շատ լավ բաներ ենք ունեցել, որ նայում ենք մեր իմ տարիքի համար սկսած երբ առաջի անգամ հեռուստատե ցույց մտավ մեր տունը 60 թվականին։ Չաթի նման բաներ։ Հարևանները գալիս էին մեր տուն ժամը 6-ից մինչև 12-ը մեծ փոքր այդ կողքի ով չուներ։ Մենք իմ տատիկը սովետական միության հոկեյի բան կար, չէ՞։ Այո։ Նույնիսկ պայստում նստած բոլորի գիտեին, որտեղ սես նայում են կամ չեք պատկերացնում այդ ինչ էր։ Հիմա այնքան բան որ տեսա մագնիտոֆոնը հայտնվեց առաջին։ Ահա, եւ ընկանք այսպես ասած կարծես թե հաճելի հիշողությունների գիրկը այսօր շամացածը փոխել է իրականությունը եւ ամեն մեկը կարող է իր այսպես սոցիալական հարթակով փորձի դառնալ հայտնի, միշտ չի որ որակ կա ու դա է ցավալի։ Ողջունենք մեր ռադիո լսողին, բարի լույս։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Ալո։ Այո։ Ուշադիր լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, ես եթերում եմ։ Այո։ Ես ողջունում եմ ձեր հաղորդումը։ Շնորհակալություն։ Լուսինե ջան։ Հա ջան։ Ուրեմն Քոթիտավու աշխարհին այսպես մեր գյուղական լեզվով ասած լիացնում է։ Շնորհակալություն, շատ հաճելի է։ Ես Գորիսից եմ, Խնձորեսկից պատմական։ 64 տարի հանրային ռադիո եմ սպասարկում, 64 տարի։ Հաճելի է շատ։ Քույր եղբայրների մասին է խոսքը։ Այո։ Ես 13 հատ քույր եմ ունեցել։ 13 հրաշալի է։ Մայրս 13 քույր է բերել, փնտրել է ինձ։ Անպայման ուզեցել է տղա ունենա։ Հրաշալի է ուղղակի, հարուստ եք։ Վերջապես հաջողվել է։ Այն 13 քույրերից 3-ն են մնացել մինչ ինձ։
մնացածը հիվանդացել են կամ չգիտեմ ինչ ձևերով չեն պահել, վերջապես ես սա ձգտում եմ, ինձանից հետո մայրս երևի իմացավ, ասեց տղայիս համար մի հատ եղբայրեր ունենամ, ինքը 50 թիվն էր, 45 տարեկան էր, 50 թվին մի հատ աղջիկ էր բերեց, ինձանից հետո բերեց էլի աղջիկ էր, ես պահպանում էի 7 տարեկան էի, շատ էի ուզում որ այդ քույրիկս մնա, բայց հիվանդության պատճառով այդ քույրիկս չեղավ, ես չգիտեմ եղբայրների քարտորությունը, բայց ես գյուղերում շատ եմ աշխատել, կապավոր եմ եղել 50-60 տարի, ես տեսնում եմ եղբայրների դաժանությունը և բարերարությունը, այդ բոլորը գիտեն, ես ողջունում եմ տեր շատ հյուրին, հյուրի ասածները շատ դուրս եկավ և նրան այդպես ճամփալախները դա ճիշտ է, այդ երեխեքի վերջում ապա ամենալավ բանն ասացելու միշտ իրանց ուղղության վրա է պահելու։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես ողջունում եմ իրանց, ես խնդրես գիտեմ, շատ հաճելի է, շնորհակալ եմ։ Ողջունում ենք, ողջունում ենք։ Ես հաղորդումները գիտեմ, ես 5 տարի փակվել եմ, ես սպասում էի։ Ես գիտեմ քո հաղորդումները, գիտեմ ամսի 28-ին, գիտեմ այս վերջի հաղորդումը, որտեղ հաղորդում է Կարոտ Տիգրանը, ես բոլորը հետևում եմ ռադիոյի։ Շնորհակալ ենք շատ, որ հետևում եք, լսում եք եւ արձագանքում եք։ Անմիջական ունկնդիր եմ։ Բարի, շնորհակալ եք։ Եվս մեկ անգամ ասենք, որ չեք քարոզում այդ չափալախը բռնությունը եթերից։ Սերունդը փոխվել է, դաստիարակության մեթոդները եւս փոխվել են։ Շարունակենք եւ գնանք առաջ։ Այնքան հաճելի է, որ մեր ռադիոլսողները փաստորեն տարիներ շարունակ հավատարիմ են ու լսում են մեզ, բայց ինձ մի բան է հետաքրքիր, այդ էլի եկել է այն ժամանակներից, պարտադիր պիտի տղա ունենամ, այ տղա։ Դες 12 անգամ փորձել է, կրկին փորձեր տարբերակով, միջև տղացան։ Երեխան սերը կապ չունի, կարևորը առողջ ու երջանիկ լինի ու երջանկացնի քեզ, ի վերջո աղջիկը հարստություն է, համամիտ եք, չէ՞ ինձ հետ։ Ես ոչ մենակ համամիտ, ես վերջերս մի բան տեսա, Հայաստանում էր կազմակերպված ազատության հրապարակում, անուններ էր գրած ու փոքրիկ կոշիկներ էր դրած, որ ինչքան աղջիկ չի ծնվել, հասկանում եք, ինչ դաժան շատ է։ Երեխա է։ Ոնց այդ պետք մտածողությունը պիտի դուրս գա։ Գիտեք, ես մի բան գիտեմ, այդ մենակ ես եմ ասել ու շատ տեղեր եմ ասել, ով տղա չունի աղքատ է, ով աղջիկ չունի դժբախտ է։ Հասկանում եք, աղջիկ չունենալը ոնց կարելի է այդպես բան, երեխան երեխա է ու Իհարկե, բնությունը ինչպես պատկերվեց ամեն ինչի մեջ ինչ տարբերություն հիմա սաղն էլ սիրել են ուզում եմ 50 հատ 100 հատ աղջիկ թող մենակ ունենայի տա եւ առողջ ես ունեմ 2 աղջիկ ու իրոք եմ բախտավոր եմ շատ չամիչիկներ են հա չգիտեմ աղջիկը այդ մի հատ ուրիշ հրաշքա դեռ տղայի մասին չեմ կարող խոսել ասում են տղան էլ մամայի շատ էսպես աղջիկը պապայինա տղան մամայինա բայց այո ձակուկները ծնողների համար բոլորն էլ իրենց տեղ ունեն ես տեսնում ինչպեսի քշանքով ես դու փոքրիկ հոլովակներ ներկայացնում համացանցում ձակուկների հետ միասին եւ կարծես եկել են լրացնելու քո կողմը իմիջիալոց ասեմ այդ ձակուկը շատ ակտիվ է համացանցում եւ շատ հետաքրքիր կոնտենտ ունի, շատ լավ է։ Մենք ամեն ինչի մասին խոսեցինք, բայց չարթրեցինք Սիլվային, ի վերջո ստեղծագործական ինչ նորությունների սպասենք, նոր հոլովակներ արդեն տեսանք։ Արդեն պրեմիերան արեցինք, փաստորեն մենք ամեն ամիս սպասենք նոր տեսահոլովակի, դա ձեզ մոտ գեղեցիկ ընտանեկան ավանդույթ համարենք։ Հա, Աստված իրոք ամեն ամիս այդպես էլ լինի, 2-3 ամիս մեկ չէ, ամեն ամիս լինի։ Ինձ մոտ շատ բուրն է, շուտով պետք է մեկնեմ շրջագայության 9 քաղաք Ռուսաստան, Գուրգեն Դաբաղյանի հետ, այնուհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մայրերի տոնը մայիսի 11-ին պետք է համերգ տամ հայերիս համար։ Դրանից հետո շատ էլի տենց տեսահոլովակներ, երգեր, նկարահանումներ, համերգներ, արդեն ունեմ նաև իմ բենդը, երաժշտական խումբը եւ իրենց հետ արդեն պատկերացնում եք, չէ, ինչքան պրոյեկտներ ենք անելու։
Սիլվա ջան, քանի որ ունեք արդեն սեփական խումբը, ես հուսամ այդ շրջագայություններից հետո նաև մեր հրավերը չեք մերի եւ կհայտնվեք մեր երաժշտական առավոտում։ Սիրով մի որոշ ժամանակ հետո իհարկե, որ արդեն լրիվ կազմավորված երկացանկով կլինենք, կգանք։ Մենք կսպասենք։ Մենք կսպասենք եւ ուզում ենք մաղթել բուրըն, այսպես ընթացք այդ ամենի։ Շնորհակալ եմ շատ։ Շարունակես ուրախացնել նոր կատարումներով եւ շնորհակալ ենք նաեւ այսօր որ չմերժեցիք մեր հրավերը, օրը եկաք սկսելու մեզ հետ մեր ուղիղ եթերից։ Ավարտին ով ունի երգը ես ընտրեցի, եթե դեմ չես առաջարկենք ռադիոլսողներին։ Ու որքան կարևոր է, երբ ընտանիքի անդամ առողջ մթնոլորտ ընտանիքի անդամները միմյանց հետ են եւ ահա Սիլվան այդ դրա շնորհիվ կարողանում է նաեւ ակտիվ գործունեություն ծավալել։ Հա, հաստատ առանց իրենց օգնության չէր լինի։ Հա, մենք ընդհանուր մի խումբ ենք, ոնց որ ասած Producer, հա, producer, ես papa producer եմ, հա։ Շատ լավ է Հակոբյանց family։ Հա, հիմա այդ ամբողջը եկել է դեռ վայքից, վայքում երեխեք հələ փոքր է, ես շուտ ծրագրեր ունեի հանդիսատես էի պահում մեր դահլիճներում։ Դուք Հայաստանում պրոդյուսերական դպրոցի հիմնադիր կարող եք ձեզ հիմնադիրներից մեկը, այսպես ասենք, որտեղ դեռ չունեին երկիչները պրոդյուսերներ, դուք այդ ժամանակ թե դա ինչեր են ժամանակ, երբ դուք արդեն ստանցնել։ Այն ժամանակ, եթե ժամանակ ունենք, ոնց որ ժամանակ չունենք ասելու, բայց երբ որ Սիլվա ձերը բռնած եկել է, մտածում են դե յուղից բռնեց էլը եկել է այդ պապանը։ Բայց ես մինչև այդ բեմ եմ հանել իրանց, ես ասում եմ շոու ծրագրեր ունեի սցենարիստ էի, ռեժիսոր էի, դերասան էի, մենք շատ բաներ ենք։ Հա, հետո երեխեքով զբաղվեցինք ու եկանք այսքան բանը ընտանեկան գնացինք ու տենց էլ ընտանիքով մնացինք։ Տեսել մնաց, չխանդվեց ամենակարևորը։ Որովհետև հիմքում ընտանիքն է ու ջերմությունն է։ Այո, ամենակարևոր բանը։ Շնորհակալ ենք, եւս մեկ անգամ վայել եք կատարումը։ Շնորհակալ ենք շատ։ Լույս է առավոտ Ես քեզ համար դարձել եմ կարևոր Սիրտը թողել է սրտիս մոտ Բեր ինձ հույսեր անիրական Կամինել պարգամ մեր սիրուց անձան
Սուրճ ու սեր առավոտից։ 19:52 մենք շարունակում ենք աշխատել հանրայինի ուղիղ եթերում, ճանապարհեցինք Սիլվա Հակոբյանին հայրիկի հետ, նկարվեցինք, հաստրեցինք նկարահանվել, զրուցեցինք, պայմանավորվեցինք, տեղադրենք մեր էջունդը, ասենք, բայց ունենք նամակներ, որոնք չենք կարդացել։ Չենք հաստրել կարդալ, Ֆոլիկ Էլոյանն ասում է ողջունում եմ բոլոր քույր եղբայրներին։ Ես ունեմ 1 եղբայր եւ 1 քույր, իսկ հորեղբոր հորաքրոջ ու մորաքրոջ զավակներ, որոնք եւս իմ քույր եղբայրներն են, նրանք շատ են, մի խոսքով 37 են։ Պատկերացնում ես, որ հավաքվում են միայն 37-ը իրենք են։ Հորական տատս ունեցել է 11 երեխա, իսկ մորականս 7 աղջիկ։ Իրենց էլ եմ ջերմ ողջունում եւ համբույրներ է ուղարկում բնականաբար, շատ հրաշալի է ուղակի։ Լյովիկ Խոշբեկյանն ասում է, այո, լավ երգեր, մոլորակը բաց է 301 թվականից, բայց ոչ թե գլուխ գովալու համար, այլ իրական քրիստոնյա դառնալու համար։ Շնորհակալություն եւ սուրճի համար, եւ սիրո համար, եւ ձեր համար, որ ձեր եթերում հնչում են ճիշտ ուղերձներ, լինեք օրհնված։ Օլա Սահակյանը ողջունում է մեր շատ սիրելի ռադիոլուրի գործընկեր Արմինե Գևորգյանին, ասում է պրոֆեսիոնալ հաղորդավարուհի եմ։ Վարդուշ Մաթևոսյանն ասում է բարևներս ջերմ են, չնայած Սիսիանում հորդառատ անձրև է, բարի լուրերով ու բարձր տրամադրությամբ հաճելի օր բոլորիս, բարի լույս Հայաստանը, թող քո երկինքը միշտ լինի խաղաղ։ Ահա այսպեսի անձրևներ կլինեն, բայց կարճատև խոստացել են օրվա ընթացքում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարածքում, այնպես որ անձրևանոց այսպես ունեցեք ձեր ունեցեք, եթե չեք սիրում թրջվել։ Այս պայն էլ 15 աստիճան է, կարծես արևային եղանակ է Երևանում, տրամադրությունը բարձր է բոլորիս մոտ։ 100-րդ օրը այսպես սկսեցինք միասին հանրային ուղիղ եթերում, ապրիլի 10-ը թող լինի ձեր կյանքի ուրախ եւ վերջերի քույրից մեկը։ Ընտանեկան ջերմություն, չէ՞, սա էլ է շատ կարևոր, սեր, փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ։ Մնացեք հանրայինի հետ։ Կհանդիպենք վաղը, լավ օր ձեզ։ Սուրճ ու սեր առավոտից։